Երկեներ ասել, եկել եմ դարել վարչապետ, երբ որ Հայաստանի քարտեզը լրիվ այլ տեսքի էր, հիմա դոշից խփած Հայաստանի այլ քարտեզ եմ ման գալիս։ 65% այդ ասել է, այդ է ուզում հասնել, դա իրատեսական թիվ է թե ուղղակի մի բաներ ասած է։ Էլի նույն ձևով պատա, դե մի բան պիտի ասեր, ասել, կարող ասել 75, կարող ասել 55, էլի։ Հունիսի 7-ը, հա, դա քվեարկության օրն է, հա, ընտրությունը նախորոք պիտի կատարվի։ Բայց երկու ծրագիր կա, որ դառնում է այս փոփոխությունների բրենդը։ Բայց հիմա կա համատարած Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղը փոփոխության պահանջ։ Այսօր ռեալ գնում է 2-3 խոշոր բևեռում լուրջ կոնսոլիդացիա։ Ոչ իշխանական ուժերը, ընդդիմադիր ուժերը կպարտվեն, եթե պարտվեն իրենք սխալներով։ Լուրջ մարդիկ սոցիոլոգիան անում են իրենց համար, որ հասկանան իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, չեն հրապարակում։ Իրենց դաշտը աշխատանքի, այս իշխանությունը ունի շատ ցածր աջակցության վարկանիշ եւ ունի հեռանալու բոլոր գիտական հնարավորություններ։ Դուք ուզում եք ինձ համոզեք, որ վերջի 10 օրում կարա 100,000-ավոր մարդիկ գա մտնեն Հայաստան ու քվեարկեն գնան։ Անլուրջ խոսակցություններ։ Եթե թողես որ իշխանությունը անի մոլդովական, սա ինքը անելու է։ Հայաստանն ու տարածաշրջանը եռում են, սակայն մի տեսակ տարբեր կաթսաներում ու տարբեր մոլորակներում։ Շրջակայքում պատերազմ է, մեզ մոտ ներքաղաքական ճակատամարտ էր նախընտրական պատերազմի սպասելիքով։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ներքաղաքական դաշտի վերլուծություն փորձագետի աչքերով։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Հովհաննիսյան, Փաշինյանն ասաց մի քանի օր առաջ, որ հեղափոխություն 3 է լինելու, դե անալոգիաներ տանելով հա Գյումրի 2 եւ այլն։ Ու իրենց նշածողը 65%-ն է, շատ համարձակ հայտարարություն։ Իհարկե նշեց, թե իր կարծիքով ինչու են իրենց ընտրել 18-ին, 21-ին ու ինչու պիտի ընտրեն այս տարի։ Սա հիմնավոր ինքնավստահություն է արդյոք, թե նախընտրական տրյուկ, թիմակիցներին, ընտրողների խմբի տրամադրությունը չփչացնելու, հա, բարձր պահելու միջոց, ինչ է սա։ Բա ուրիշ ինչ պիտի ասեր։ Հոչեր նստելու տեսախցիկների առաջ ասեր իմ իշխանության 8 տարիների ընթացքում ճակերտավոր ձեռքբերումները, հա, հակառակը այդ էր, երկեներ ասել, եկել եմ դարել վարչապետ, երբ որ Հայաստանի քարտեզը լրիվ այլ տեսքի էր, հիմա դոշից խփած Հայաստանի այլ քարտեզ եմ ման գալիս, այդ մեծ ձեռքբերում եռաբլուրը քառապատկված, հնգապատկված ամբողջ Հայաստանում մենք եռագույն դրոշներ մի ամբողջ սերուն զոհած, հո չէր ասելու այդ իմ իշխանության ձեռքբերումն է, չէր ասելու ադրբեջանական զորքը ջերմուկի գլխին է, չէր ասելու այն պարակտումը ներքին որ կա, որ ուղղակի քանդված է հայկական աշխարհը, չէր ասելու եկեղեցու դեմ մի հատ այլանդակ արշավ եմ սկսել, չէր ասելու, որ երկրի բարձրագույն աշխատասենյակներից այլանդակ լեքսիկոնով, հա մենք լսել ենք, մենք չենք կարա ձեր տանք թե չենք լսել, չէր ասելու էս ա եղել, չէր ասելու արտաքին պարտքը դարել այսքան, ստացել եմ այսքան, դարել եմ այսքան, չէր ասելու որ այսքան անհեռանկար վիճակ, երբ որ մարդկանց պլանավորման հորիզոնը մի քանի շաբաթ է եւ մարդիկ չեն կարողանում մտներով չի անցնում իրենց կյանքը պլանավորեն 1, 5, 10 տարով, հա, այս իշխանության ձեռքբերումները, հո այդ չէր ասելու։ Ինքը պիտի ասի ուրիշ բան։ Այստեղ հիմա հարցը այն է, իր դեմ ընտրությունների գնացողները, մյուս ուժերը կարողանալու են գրագետ ասել, չէ, քո ձեռքբերումները սա է, ճակերտավոր ձեռքբերումները։ Մենք գալիս ենք նախ քո ավերումները կանգնեցնել միտեղ, մի պահի պիտի կանգնի այդ անտերը։ Կներեք, դրանք գանք 65% այդ ասել է, այդ է ուզում հասնել, դա իրատեսական թիվ է թե ուղղակի մի բաներ ասած է։ Էլի նույն ձևով պատա, դե մի բան պիտի ասեր, կարող ասեր 75, կարող ասեր 55, էլի ինչ տարբերություն։ Այստեղ խնդիրը պետք է հասկանալ ինչի է պետք փոփոխություն երկրում։ Հա, այդ մթնոլորտային փոփոխությունը, երբ որ քաղաքացին այդ հարցը տա, իսկ հիմա շատ քաղաքացիներ տալիս են, շատ։ Երբ որ մտբերի դա հավաքական մի հատ պահանջի, որ երկրում պետք է փոփոխություն, այդ արդեն ով ինչ տեքստ ասեց, բան արդեն չորրորդական է։ Չկա այդ պահանջը քաղաքացու կողմից։ Իրացիոնալ է, շատ բան է։ Կա այլընտրանքային այն ձեր ասած օրակարգը դեռ քաղաքական ուժեր այս պահին չեն ձևավորել։ Ձևավորել են թե ոչ։ Երկու տարբեր բաներից խոսած ենք։ Ձեր հարցում երկու տարբեր իրոք հետաքրքիր ձևակերպում կար։ Մթնոլորտի փոփոխություն իրացիոնալ բոլորը տեսականորեն կա փոփոխության պահանջ։ Մարդիկ հասկանում են, որ ինչ որ բան կամ ինչ որ շատ կարևոր բաներ երկրում այնպես չեն։ Սա պետք է դառնա ընտրողի գիտակցական որոշում։ Հա, այդ անցումը դեռ չի կատարվել։
եւ փուլը սկսվում է։ Իհարկե լավ կնեն, որ արդեն կատարվածներ, բայց այդ անցումը մենք պիտի կատարենք եւ հաջորդը հունիսի 7-ը, հա, դա քվեարկության օրն է, հա, ընտրությունը նախորոք պիտի կատարվի։ Այդ օր եթե դու թողես, որ ամեն ինչ մնա այդ օրվան, դա կլինի անակնկալներ բոլորի համար եւ առաջին հերթին երկրի համար շատ վտանգավոր անակնկալներ կարող են լինել։ Ընտրությունը մարդիկ հիմա պիտի կատարեն եւ իրենց տեսական փոփոխության պահանջը պետք է վերածվի գիտակցված։ Ինչն եմ ես ուզում փոխել, հա։ Պայմանական, ես ուզում եմ, որ լինի երաշխավորված խաղաղություն։ Ես չեմ ուզում, որ դատարկ բառերով լինի այդ խաղաղությունը։ Ես չեմ ուզում, որ ամբողջ Երևանում գրած է հիմա խաղաղություն։ Ես չեմ ուզում, որ Ալիևի ցանկությամբ մի մարդու ցանկությանից կախված լինի խաղաղությունը։ Այս ուզում լինի երաշխավորված խաղաղություն։ Մարդը պիտի ասի, ես ուզում եմ վերջապես ներքին մթնոլորտը երկրում փոխվի։ Ես չեմ ուզում բոլորը բոլորի հետ ճշնամական լինեն։ Բարեկամը բարեկամի հետ, ընտանիքի անդամները, ամբողջական կոլեկտիվներով, էդ ես չեմ ուզում, որ երկրի առաջին կարևորագույն սենյակներից 10 օրը մեկ իրարամերժ հայտարարություն գա, հա, պայմանական, թոշակ բարձրացնելը 10,000-ով սխալ է, հետո մի ամիս հետո ասեն, բա թոշակ բարձրացնելը 10,000-ով հանճարեղ որոշում է։ Հա, պետքա քո պետական համակարգը լինի կանխատեսելի, պետք է լինի սոլիդ, պետք է լինի հանդարտ, եւ այլն։ Ինչ վերաբերյալ ծրագրային, ապա ստեղ շատ հետաքրքիր բան կա, իրոք շատ հետաքրքիր։ Ծրագրեր շատ կան կարծես թե։ Շատ չի, առնվազն երկու ծրագիր կա, որ դառնում է այս փոփոխությունների բրենդը։ Մեկը առաջարկ Հայաստանի նախագիծը, որ դա իսկապես դառնում է ժողովրդական ծրագիր, իր թույլ կողմը այս պահին այնն է, որ չունի հստակ այդ ծրագիրը սպասարկող թիմը, կարծում եմ դա կլուծվի առաջիկայում։ Մյուսը Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանի, որոնք մարդիկ մտան տներ ծրագրային առաջարկներով։ Հա, իրանք էլ ունեն ծրագիր, բայց ունեն նաև սպասարկող թիմ։ Այս պահին իրենք ունեն այդ էլ ձևակերպենք, որ լավ կանքիչ չէր, որովհետև պետությունը իրեն պահեց, պետությունը չէ, իշխանությունը այլանդակ այդ մարդու հանդեպ, նրանք մի քիչ ավելի շուտ սկսեցին ամեն ինչ։ Օբյեկտիվ կյանքից են, ոչ լավ կյանքից են։ Այդ նախանշանները ծրագրային գոնե եւ ընդհանրապես ընդդիմադիր դաշտի մյուս սեգմենտին էլ նայելով ցույց տալիս են այս պահին, որ 21-ը չի կրկնվի, գոնե հաղթելու կամ իշխանափոխության սաղմեր են երևում։ 21-ը եւ այսօր լրիվ տարբեր իրավիճակներ են։ Ինչ իմաստով ավելի հեշտ է հեռացնել Փաշինյանին։ Ասեմ, 21-ին հեշտի դժվարի խնդիր չէր։ 21-ին էլ կար սուր խնդիր, որ պետք էր իշխանություն փոխվի եւ վստահաբար եթե փոխվեր, չէր լինի այն պատմական աղետները, որոնք 21-ից 26 եղան։ Արցախի կորուստ, հայկական տարածքների չէր լինի, ուղղակի չէր լինի։ Դա հիմա չէ։ 21-ին ինչն էր բան, 21-ին հետ պատերազմյան ագրեսիան էր մեծ։ Մարդկանց մի զգալի մասում շատ մեծ ագրեսիա կար իշխանության հանդեպ։ Բայց փոփոխության գիտակցված պահանջը ծավալը փոքր էր, չհերիքեց։ Հիմա որ նայում ես, այդ ագրեսիան նվազած է, ինչը շատ լավ է, այդ մորթել, կախել, բռնա, անիմաստ իրացիոնալ ագրեսիա, ինչքան շուտ դուրս գա ինքան լավ։ Բայց հիմա կա համատարած Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղը փոփոխության պահանջ։ Ոչ ագրեսիվ, ինչ ա եղել։ Հիմա ագրեսիան գալիս է իշխանությունից։ 21-ին հակառակն է, որտեղ պատերազմ էր, զոհեր, շոկ, սոցիալական տարբեր շերտերից էր ագրեսիա։ Հիմա իշխանությունից ինչ անում ես, ասում ես կբռնեմ, կարգելեմ, ուրիշ տերմինոլոգիա չունի։ Ասում ես հետընտրական կոալիցիաներով կկազմեմ իշխանություն, ասում ես երբեք թույլ չենք տա Գյումրի 2, ասում ես եղբայր, Գյումրի 2-ի մեջ որն է հակասահմանադրականը։ Նախ սկսենք նրանից, որ Երևանում համապետական ընտրություններում Գյումրի 2 իսկապես հնարավոր չի։ Դա քաղաքային թեմատիկայով, քաղաքային պրոբլեմատիկայով ընտրություններ, ստե լրիվ ուրիշ է լինելու, լրիվ ուրիշ խաղի կանոններով, բայց բովանդակային առումով, այսինքն մարդիկ մասնակցում են ընտրությունների, անցնում են շեմը, իրար հետ բանակցում են, գալիս են ծրագրային ընդհանրության եւ կազմեն կոալիցիա։ Տեղ ո՞րն է հակասահմանադրական, մյուսը ո՞րն է բա։ Մյուսը չկա։ Այս թեմայով մի կարճ ռեպլիկ ու շարունակենք էլ այդ հարցով։ Որ ասիկ կա փոփոխությունները կենտրոնից մինչև պահանջը։ Կապիտալիզացնող քաղաքական դաշտը կա, չեմ ասում առանձին ուժեր ասեք։ Դրանով կարենք մեր զրույցը ամփոփենք, որտեղ դա ամենաառանցքային հարցն է։ Փոփոխությունը կա, մարդիկ տեսական դնում են այդ հարցը,
Եթե լինեն քաղաքական թիմեր, քաղաքական լիդերություն, նոր լիդերություն, որը կասի այս փոփոխությունների պահանջը վեր ենք ածում նոր իշխանության, որը գալիս է այս ծրագրով, այդ ծրագրերը շատ կարևոր են, շատ թանկ բան են։ Էլի եմ ասում, երկու խոշոր ծրագիր կա, առաջարկ Հայաստանին եւ Սամվել Կարապետյանից են։ Այս մարդիկ կոնկրետ հարցերի կոնկրետ լուծումներ են առաջարկում։ Հիմա եթե այդ թիմերը լինեն, որոնք ասեն մենք գալիս ենք այս հարցերը այս կերպ լուծելու, դա է ցիվիլը, այս երկիրը փոսից հանելու ճանապարհը, տեսեք 21 թվականին կատարվել է շատ այլանդակ բան, իշխանությունը վերարտադրվել է մի ծրագիր ձեռը, որտեղ լրիվ հակառակն էր գրել, ինչ որ հետո իրանք արեցին եւ հիմա որպես ձեռքբերում են ասում։ 21 թվականին իրենք գալիս էին քվե ստանալու, ասում են Արցախի դեօկուպացիա, Շուշիի, Հադրութի։ Առաջարկ հնչեց ու արդեն մի քանի անգամ հնչում է առաջին նախագահից Լևոն Տեր-Պետրոսյանից։ Իհարկե նաև տալիս է անուն Սամվել Կարապետյանի շուրջ, հիմա էականը դա չէ, էական այս գաղափարն է, ինքը այլ մոդել է առաջարկում, կոնսոլիդացիա մեկի շուրջ, այսինքն մեկ բևեռ դիմացի իշխանություն, կոնսենսուս մինուս մեկի պես, մոտավորապես, երբ որ իմ հյուրը Լևոն Զուրաբյանն էր, ես նմանեցի դա 2008-ի Լևոն Տեր-Պետրոսյան մոդիֆիկացիային, որ դա ավելի է մեծացնելու շանսերը։ Սա ինչ կասեք, աշխատող տարբերակ է։ Ես չգիտեմ աշխատողա թե չէ, ես կարող եմ ասել ռեալա թե չէ, այստեղ մի հատ իրավիճակի գնահատական է պետք տալ։ Սովորաբար այդ մտքերը հնչում են, երբ կա ոչ իշխանական, հա, ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի բացակայություն։ Առաջի հարցը դա պետք է կողքից նայել։ Կա արդյոք մեր մոտ կոնսոլիդացիայի բացակայություն, թե ոչ։ Իմ կարծիքով հենց այդ իրավիճակի գնահատականի մեջ է սխալը։ Իմ տպավորությամբ բավական լավ կոնսոլիդացիա է գնում։ Բավական լավ։ Դու չես կարող բոլորին, բոլոր մտածող մարդկանց, տարբեր աշխարհայացք ունեցող, տարբեր հարցերի այլ լուծումներ տեսնող մարդկանց հավաքել մի ցուցակում։ Դա կներեք կոլխոզի ժողով չի։ Այսօր ռեալ գնում է 2-3 խոշոր բևեռում լուրջ կոնսոլիդացիա։ Իրենց շուրջ։ Իրենց շուրջ։ Դրանցից սարքել արհեստական մեկ համակարգ ոչ միայն ճիշտ չէ, այլև հնարավոր չէ։ Դա հաղթական մոդել է, թե շանս է, ձեր ասած այդ 3 բևեռը։ Ընդհանրապես որևէ ընտրությունում հաղթական մոդել հասկացություն ես չեմ համարում իրատեսական։ Այդ ինչ ասած է, ինձ դժվար ասել։ Իմ գնահատական հետևանքն է, որ ի տարբերություն նախորդ շատ ընտրությունների, այդ թվում ձեր նշած 2008-ին եղել է նախագահական կառավարման մոդել։ Դրանք խիստ տարբեր բաներ են։ Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում կոնսոլիդացիան հենց էսա ինչ որ հիմա կա։ 2-3 ուժերի շուրջ ոչ իշխանական համակարգերի բավական լուրջ ռեսուրս է հավաքվում։ Ոչ Փոշյանը, ինչպես 21-ին։ Մարդկային, ինտելեկտուալ, նյութական, էլ ինչ ասեմ, կազմակերպչական լավ ռեսուրսներ են հավաքում։ Էլ դրանից ավել ինչ ենք ուզում։ Դուք նկատում եք անուններ տանք, հա, Քոչարյան, Ուժեղ Հայաստան, Ծառուկյան, պայմանական։ Ես անունները կհանեմ հենց ցուցադրաբար, հենց միտումնավոր այդ անունները, ես հակված եմ խոսել ծրագրային բևեռների։ Խոսեցինք առաջարկ Հայաստանին մի բևեռ է, որը բավական լավ ինտելեկտուալ ռեսուրս է կենտրոնացրել, Ուժեղ Հայաստան, հա, բավական լավ բևեռ է, բավական լավ ծրագրային եւ նոր դեմքերով։ Երկրորդ նախագահի համակարգը իրենք ունեն իսկապես աշխատած թիմ եւ փորձ եւ այլն, ահռելի փորձ անձնապես ինքը հետաքրքիր թիմ է հավաքում, կարծես թե Արման Թաթոյան, այլ ռեսուրսներով, այլ մարդկանցով։ 4-րդ բևեռ։ Հա, բևեռ չասենք, 4-րդ բլոկ։ Ավել ինչ պահանջենք։ Այստեղ այդ ձեր ասածը ես կուզեմ ամեն դեպքում փոքր փոխել, որտեղ լավ գաղափար էր հաղթական համակարգեր, թե սենց ասեմ, ստեղ հնարավոր է պարտվել, եթե պարտվենք ինքներս մեզ։ Մեզ մոդիֆիկացիայում։ Մենք կպարտվենք, ասեն ոչ իշխանական ուժերը, ընդդիմադիր ուժերը կպարտվեն, եթե պարտվեն իրենք սխալներով, իրենց կպարտեն, որտեղ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ իրապես է ժողովուրդ ուզում փոփոխության, եւ այս փոփոխության փոփոխության գաղափարը սպասարկող թիմերը ձևավորվում են։ Գաղափարները կան, ծրագրերը ձևավորված են, թիմերը ձևավորվում են։ Եթե թույլ չտանք կոպիտ սխալներ եւ եթե չեմ ուզում հորետեսնել մեր շուրջը զարգացումները չնեն շատ այլանդակ, որ ամեն ինչ կարող է տակնու վրա արվի, ապա տրամաբանականը գնում է, որ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն։
Ինչ որակի, ինչ կարգի, ինչ պրոպորցիա, ես դժվար եմ։ Բայց նոր իշխանություն։ Նոր իշխանություն։ Հինը չի լինի։ Հա հինը ամեն դեպքում չի լինի, որովհետև հինը ձևավորվել է 21 թվականին այլ պայմաններով եւ հինը ծանր բեռով է գնում նոր ընտրության, էլի։ Սոցհարցումները իշտակեցիք, հիմա բոլորը, սա նորաձև դարձավ վերջի մեկ շաբաթում, էլի, իշխանությունը դե հրապարակեց Ամերիկայի Հանրապետական ինստիտուտին, բայց մյուսներն էլ բոլոր ինչ-որ տարբեր տեսակի, տարբեր ընկերությունների անունով, տարբեր ինչ-որ մեթոդաբանության վրա հիմնված այդ հարցումներ հրապարակելը, դա նախընտրական, քարոզչական, հա, տրյուկ է, դա ընտրողի վրա իրոք է ազդեցություն ունի, իմաստը դրա որն է։ Լուրջ մարդիկ սոցիոլոգիան անում են իրենց համար, որ հասկանան իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, չեն հրապարակում իրենց դաշտը աշխատանքի եւ սովորաբար չեն հրապարակում։ Որպես քարոզչագործիկ սոցիոլոգիան օգտագործելը շատ հին պատմություն ունի, տարբեր բաների տակ հենց աղմկոտ կազմակերպությունների, տարբեր աղմկոտ լոգոների տակ, դա էլ դե հիմա է։ Ինչ որ չափով ունի ազդեցություն, որտեվ սովորաբար որոշում կայացնելիս նաև շատերը ուզում են շատի հետևից գնալ, ռիսկայնությունը նվազեցնելու, բայց ամեն կողմից մի բան հրապարակում են, ես հակված եմ հավատալ նրան, ինչ որ ես ինքս եմ զգում եւ այն թվերին, որոնք ես տիրապետում եմ որպես ներքին աշխատանքային թվեր, քո ուժեղ եւ քո թույլ կողմերը հաշվի առնելով։ Այս առումով դրանք էապես տարբերվում են այդ թվերը ճղճղան թվերից եւ ինձ տալիս են վստահություն ասելու, որ այս իշխանությունը ունի շատ ցածր աջակցության վարկանիշ եւ ունի հեռանալու բոլոր գիտական հնարավորություններ։ Այսինքն կներեք առանց բացահայտելու ձեր ունեցած ներքին թվերն ու 65% նշաձողը կապ չունեն իրար հետ, գոնե դա կարող եք ասել։ Ոչ մի աղերս չունեն։ Հա, իսկ հրապարակում, եթե կարճ մի նախադասությամբ ասեք, հրապարակումները կարող են ինքն հակառակ էֆեկտ ունեն, ինքնախաբեության, դափսիների վրա քնելու եւ այլն։ Ինքնախաբեության չեմ կարծում։ Հանգստանալու, հա, թիմերին հանգստացնելու։ Դա ավելի շատ անում են լիդերները։ Լիդերները ամեն ինչ լավ գիտեն, հա։ Անում են թիմերում պանիկաներ թույլ չտալու, թիմերը ձիգ պահելու համար։ Դե դա էլ արդեն ամեն մեկի ինտելեկտից եւ ամեն մեկի ինքնուրույն մտածելու ունակությունից է կախված։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմության տարբեր թևերի։ Եվ վերջում 3 արտաքին հետախուզության ծառայությունը մի չասեմ ուշագրավ, բայց հայտարարություն հրապարակեց, որը իհարկե աղերսներ ու զուգահեռներ ունի իշխանության մինչ այդ հնչեցրածների հետ, հիբրիդային հարձակում, Եվրամիությունից դրա համար գումար եւ այլն, երեք արդեն արտաքին հետախուզության ծառայություն, դա պետք է որ դրան լուրջ մոտենանք, ասած որ այլ երկրում ծանոթ եք վստահ, այլ երկրում հատուկ ծառայությունների աշխատակիցներ ներկայացնողները ՀՀ քաղաքացիներն ու հայազգիներին ասում են, ստիպում են, ճնշում են գնացեք ընտրական գործընթացին մասնակցեք, այսինչ ուժի ու գրած չի, օկտին։ Հետո ոստիկանությունը շարունակեց, որ այդպիսի տեղեկություն մենք էլ ունենք, ուղարկել են քննչական կոմիտե եւ այլն, այսինքն այդ մեխանիզմը սա ինչի համար է։ Այս հարցին կարելի է լուրջ պատասխանել, կարելի է պատասխանել հումորով եւ կարելի է պատասխանել երկուսը իրար հետ։ Հիմա որտեղ երկուսը իրար հետ, որտեղ արտաքին հետախուզության ծառայություն։ Իմ համար դա լուրջ է հնչում։ Արտաքին հետախուզական ծառայությունը շատ լուրջ ստորագրությամբ, հա, ասում եմ մի բան, որը անկեղծ եմ ասում, վերջի կես տարում ցանկացած հայկական սեղանում, որ մի բաժակողի ես խմում, այդ գլուխ գովում է, այսքան հազար մարդ է գալու քվեարկի սենց, քվեարկեն 99%-ը սուտ։ Ոչ ես մեկից լսել եմ, ասում է 400,000 հայ է գալու, որ քվեարկի։ Ռուսաստանից։ Գրողը ցավից, որտեղից արասում 400,000 մարդը մի հատ բեր հասցրու, այդ ինչով էս բերում ես կիսաշրջափակված։ Այդ հայկական գլուխ գովալությունը, որ ասեմ, իսկապես բանա, մի քիչ հեգնանքի արժանի է այդ մոտեցումը։ Այն որ արտաքին հետախուզական ծառայությունը կենցաղային խոսակցություններից սարքում է իր համար պաշտոնական, դա մի քիչ, չգիտես, հումորով վերաբերվես, բայց նաև ափսոս է որ այդ մեր ծառայությունը այդ լրջության փաստաթուղթը հրապարակում։ Այսինքն տվյալներ չկա դրա տակ ձեր կարծիքով։ Ոչինչ տվյալ կարարնի։ Այդ ինչքան մարդ պիտի հետախուզական մի երկու ինքնաթիռով գա քվեարկի, հաջորդը։ Հիմա եթե լուրջ, եթե քաղաքացին, որը ապրում է X բնակավայրում, Այդեպ գործարարներ են նաև նրանք շատեր ասում, ում ճնշում են։ Ոնց է ճնշելու տեղամասում։ Հենց մեկը թող բացատրի։ Ենթադրենք իր աշխատողին, չգիտեմ, որտեղի խոպանի ղեկավարը ասես կգնաս կքվեարկես, այսինչ։ Եկավ տեղամաս։ Ինչ է քվեարկելու, ոնց է այդ բլեֆները մենք 90-ականներից մինչև այսօր մի քիչ պիտի որպես հասարակություն աճ ապրենք, էլի։ Ես այնքան լսել եմ, որ
Բեկա իրանք իմանում են ոնց են քվեարկում։ Նախորդ միջև 18 թիվն էլ էին ասում, նայ, ասում լուրջ մարդ է, սարա, դու իսկապես ինտելեկտի պրոբլեմ չպիտի ունենաս։ Այդ որ ասում մեկա դե ոնց մենք ուզում ենք սրան քվեարկենք, բայց մեկա իրանք իմանում են։ Ասում ով է իմանում։ Հիմա այս բաները ստեղ ուրճացված մի հատ պատմություն է, ես ցավում եմ, որ արտաքին հետախուզական ծառայությունը այդ որակի անալիզ է տալիս։ Այդ քանի մարդ պիտի գա, ինչով պիտի գա, ուր պիտի գա, պետությունը չի ֆիքսում, քանի մարդ մտավ, քանիսը դուրս եկավ, երբ մտավ, այսինքն դուք ուզում եք ինձ համոզեք, որ վերջի 10 օրում կարա 100,000-ավոր մարդիկ գա մտնեն Հայաստան ու քվեարկեն գնան, լուրջ խոսակցություններ։ Նպատակը չկա։ Այդ հայկական թիրախը ինչ է սա։ Թիրախը հասկանալի է։ Հիմա բոլորը խոսում են, որ լինելու է մոլդովական սցենար։ Քանի որ մենք մի քիչ կենցաղային մտածողությամբ հանրային քաղաքական էլիտաներ ունենք, բոլորը սպասում են երբ կլինի, ոնց կլինի եւ ում վրա կլինի այդ մոլդովական սցենար։ Այլ լուրջը այդ է, որ պետքա իշխանության առաջ հարցը դնել, որ դու ստեղծում ես հենք քեզ համար անօրինական խափանելու ընտրական process-ը, մեկին արգելելու, մեկին թույլ չտալու։ Ստեղծում է, այսինքն։ Իհարկե, այդ ամեն ինչը դրա համար է արվում։ Այդ հորինում է արգումենտացիոն բազա, որ հետո ասի ես այս մեկին չեմ գրանցելու։ Հա։ Հիմա ես կոնակ առաջարկում եմ դրան լուրջ վերաբերել։ Ինչ ասելա լինելու է մոլդովական սցենարը, բոլորը սպասում են։ Ոչ սպասելու փոխարեն պետք է նախ բացել դա ինչ է, շերտերով։ Հակազդեցության օրինական մեխանիզմները որն է։ Ի վերջո այդ օրենքներում գրած է, չէ, որն է թույլատրելի, որը չէ։ Բայց պետք է լուրջ պատրաստվել դրան։ Եթե թողես որ իշխանությունը անի մոլդովական սցենար, ինքը անելու է։ Այս հակազդելու ձև։ Իհարկե, իհարկե։ Իհարկե, բայց Հայաստանում այսօր միայն խոսում են կարող է լինի մոլդովական եղբայր, եթե դու ունես նախադեպը, դու գիտես դրա տեխնոլոգիան, դու գիտես դրա բովանդակությունը, 21-րդ դարում դժվար չի նախապատրաստվել եւ կամ անել այնպես, որ թույլ չտա, եւ կամ ունենալ մեկ սցենար, երկու սցենար, երրորդ, այս դեպքում ինչ ես անում, այն դեպքում ինչ ես անում։ Ինչ որ մի հետին ձայն հուշում է, որ հուշում ամեն դեպքում հիմնական քաղաքական ուժերը կհաշվարկեն այս սցենարները։ Բայց ես խոհանոցները չգիտեմ անկամ։ Կաներեք վերջում իշխանությունն էլ այսինքն ունի այն թվերը ներքին, որոնց նաև դրա նման դուք էլ ունեք, որ ինչի պիտի անի, որ ինչի անունը գցի իր էլի։ Ավելին բոլորից լավ ունի այդ թվերը։ Իշխանության ռեսուրսները եւ իշխանության հանրային տրամադրությունները գնահատելու, վերլուծելու ռեսուրսները ամենաշատը միշտ իշխանությանն են։ Իհարկե նա լավ գիտի թվերը եւ գիտի, որ իր թվերը իր համար այդքան էլ գոհացուցիչ չեն, մեղմ ասած։ Դրա համար է այս ամեն ինչը։ Այդ հիբրիդային ու մոլդովականը պահում են որպես վերջի տարբերակ։ Ամենավերջի տարբերակ, կարևոր տարբերակ, այո։ Բայց դա բլեֆի վրա է, որովհետև իսկապես ասում եմ, կենցաղային խոսակցություններից փորձ արվում սարքել որպես խնդիր։ Այստեղ մի հատ ուրիշ հարց կա։ Եթե քաղաքացին ապրում է արտերկրում, որևէ երկրում ուզում լինի, Եվրոպայում, Ռուսաստանում, Արևմուտքում, Արևելքում, գալիս է քվեարկելու, ի՞նչն է այդտեղ խախտում։ Մեկը կարող է բացատրել։ Գալիս է իր քաղաքացիական պարտքը կատարելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ինչ ենք ասում։ Ոչ մենք հո գիտենք, որ 100,000-ավոր Հայաստանի քաղաքացիներ ապրում են դուրսը։ Ավելի մենք հո գիտենք, որ բոլոր ընտրություններին շատ-շատերը եկել են քվեարկելու առանց ուղղորդման, որտեղ իրենց սրտի պահանջը է դա, որտեղ իր բարեկամը էս ինչ մի ցուցակում է, իր ընկերը այն ինչ մի ցուցակում է։ Իսկ այն որ ուղղորդված կբերեն 100,000-ավոր մարդկանց քվեարկել, սուտ է, այդպես բան հնարավոր չի տեխնիկապես ուղղակի։ Այդ կենցաղային խոսակցությունների վրա սարքած քաղաքականությունը։ Եթե մենք նախադասությամբ ամփոփենք զրույցը, ես ճիշտ հասկացա ձեզ, որ այսօրվա մոդիֆիկացիայով ընդդիմությունը, եթե պարտվի, ապա առաջին հերթին կպարտվի ինքն իր սխալների պատճառով, քան թե իշխանությունը կհաղթի ընդդիմությանը։ Եթե ընդդիմությունը ոչ իշխանական համակարգերը այսօր պարտվեն, ապա պարտվելու են բացառապես իրենց սխալների պատճառով։ Իշխանությունն այդքան ուժեղ չէ։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։